ասենք ես չեմ հասկանում մի գործընթաց է գնում տերորի բռնությունների, որ անկախ Հայաստանի Հանրապետության մեջ աննախադեպ է մարդկանց տներ մտնել, ասեն որ երրորդ անգամ տանեն ոստիկանություն, ԱԱԾ, սա ինչի մասին է խոսում 37 թիվն է, էլի 37 թիվն է եւ մարդը հիստերիկ էլի նոպանների մեջ հերթական SMS հաղորդագրությունն է ուղարկել, որ գնացեք ամեն գնով փորձեք ինչ որ մի բան գտնել, հիմա կարող եմ այս տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն դա ուրեմն բան է նպաստել է որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացվի կամ չգիտեմ ուրիշ մի տան իր կամ պարագա կամ ծխամորճ ինչ որ մի բան գտնեն դրա վրա փորձեն անհիմն абսուրդ ինչ որ մի բան կառուցեն կամ ինչ որ մի հատ գործ հարուցեն բարձր որևէ բան չկա լիներ այս ամիսների տարիների ընթացքում հաստատ իրենք պահաբաց չեն թողնի ես նույնպես եմ կրկնում ես կասկած անգամ չունեմ որ սա հստակ ուղղորդված պլանավորված եւ ամենաիշխանական վերին օղակներով պլանավորված գործ է եւ իրենց գրառումները եւ իրենց չգիտեմ A4 ֆորմատի վրա այդ ճղճի մեջ մի քանի նախադասությունը կարան հիմք հանդիսացնեն որպեսզի ռեպրեսիաների նոր փուլ սկսեն Բագրատ Սրբազանի հետ խոսել եք Ոչ ներսում ոչ մեկի հետ չեն կարողանում խոսանք ես եւ իմ գործընկեր Հայկ Մամիջանյանը փորձել ենք ներս մտնենք թույլ չեն տվել ասենք ազգային ժողովի падգամավոր ենք ի վերջո եւ մարդիկ ներսն են եւ մենք առնվազը ներսում լինենք որպեսզի տեսնենք եթե քննչական գործողություններ են իրականացվում մենք էլ ենք ուզում տեսնենք այդ ինչ քննչական գործողություններ են իրականացնում ինչ արվում ի վերջո Պարոն Դանիելյան, մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել թիմակիցներին, որ պատրաստվում են, որովհետև հոգևորականների վրա իրենք հավաքել են դոսիեներ, որոնք կհրապարակեն։ Մենք սպասենք այդպիսի մի լարված իրավիճակի եւս հոգևորականների հետ կապված։ Դուք երեք տեսաք իր գրառումը։ Ես ասենք ճիշտ եք ասում, ամեն 10 րոպեն անհետ абսուրդ բաներ գրելով մարդը հստակ ասում է, որ ես չեմ հանդուրժելու Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի եւ նաեւ հետ չի կանգնում իր այդ մարազմատիկ հիմար այդ կպչուն մտքից, որ քանդելու, ավիրելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այն մարդիկ էլ որ կանգնում են ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, այդ մարդը համարում է օրենքից դուրս։ Ով որ կփորձի պաշտպանի, հայտարարություն անի, աջակցության գրառում անի, այս մարդը ասում է ես հաս չեմ այդ ամեն ինչի հետ եւ Հայաստանում պետք է դերի բռնապետություն։ Ես օգտվելով առիթից նաեւ ուզում եմ կոչ անել բոլոր են իրավապաշտպան կներեք կազմակերպություններին մարդու իրավունքներով զբաղվող ուր եք որտեղ եք այս ամեն ինչի հետ դուք հաշտեք նորմալ է այս ամեն ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում նույնը նաև Եվրոմիության դեսպանին նույնը այլ ուրեմն երկրների դեսպանատներին սա տոտալ բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է եւ պետքա սրա մասին կարծիք հայտնել տեսակետ հայտնել եւ ի վերջո այս իշխանություններին իրենց տեղը ցույց տալ հերիք եղավ բոլ եղավ արդեն բոլոր սահմանները բոլոր չափերը այս իշխանությունները անցնում են չկա մի գիծ որ այս մարդիկ չփորձեն հատել այս պայքարում կրկնում եմ այս պայքարը որ սկսվել է այս խաչակրած արշավանքը որ սկսվել է հայ ռաքելական Սուրբ եկեղեցու տանուլ են տալու իրենք չեն հասկանում որ արդեն իսկ եկել է իրենց հետ հաշվարկի սկիզբը եւ կրկնում եմ այս ամբողջ մեր պատմության մեջ ով որ փորձել է հարձակվի հայ ռաքելական Սուրբ եկեղեցու վրա այդ մարդիկ տանուլ են տվել եւ ես համոզված եմ որ այս հերթական ճակատամարտն էլ որ նախանշում է պլանավորում է կազմակերպում է սույն անձը ինքն է
շատ կարճ ժամանակամիջոց, կարճ ժամանակահատված հետո ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում։ Ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում, որովհետև իր համար արդեն այլևս նշանակություն չունի 105-րդ անգամ է խախտում օրենքը, 106-րդ անգամ է խախտում օրենքը, 110-րդ անգամ է խախտում օրենքը։ Իր համար դա ոչ որևէ մի կապ չունի։ Ինքն էլ բացահայտ ասում է, ես իրավապահ համակարգին ցույցում եմ տալիս, գնացեք աշխատեք։ Սա արդեն քրեական հոդված է։ Ոչ մեկ իրավունք չունի ուղղորդելու իրավապահ համակարգին, SMS գրելու գործից հանելու, SMS գրելու այս կամ այն մարդու տները մտնելու, ձերբակալելու։ Հայ մարդը ասում է, չի ազգային ժողովում ասում էր, պատվալներում եք հայտնվելու։ Պատվալներում եք հայտնվելու։ Բացահայտ նա ասում էր, պարոն Դանիելյան, այդ դեպքում ինչ է պետք անել, որպեսզի այս ճնշումները այլևս չշարունակվեն։ Պետք է համախմբվել, այս ուխտը բոլորի դռաններ չոքելու է, այն մարդիկ, որոնք որ մտածում են, որ դե գիտեք ինչ կա, այս օրինակ սրբազան պայքարի շարժման հետևից են գնում, այս կամ այն ուրեմն քաղաքական գործիչի հետևից են գնում, մի օր էլ գալու են իրենց հետևից։ Ես չեմ հոգնի կրկնել, որ ասում են, ես եկան հրյանների հետևից ես ասի հրյա չեմ, եկան կոմունիստների հետևից ասի ես կոմունիստ չեմ, հետո եկան իմ հետևից, հետո գալու են բոլորի հետևից։ Եթե ազգային բարերարին, մարդուն, որը որ Հայաստանի Հանրապետության համար այդքան բարեգործական ծրագրեր է իրականացել, հիմա տանում են եւ գիտեք Արմավիր քրեակատարողական հիմնարկ տան, հետո տան այն հետևածը, իրենց համար ինչ կա, ոչ կարմիր գիծ կա, ոչ բան կա, ասում են մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, բայց քանդում են եկեղեցին, ասում են բա մենք բան ենք, չգիտեմ, ինչ որ պետականության հիմքերում կանգնած ենք, էս ենք ենք, բայց քանդում են պետականության հիմքերը։ Սա նաև կարծում եմ ծրագրի մի մաս է, փորձել այն ազգային ուժերը, որ կան, որոնք որ դիմադրություն ցույց կտան, այդ մարդկանց փորձել արանքից հանել, ադրբեջանցիներին բերել բնակեցնել։ Պատահական չէ Ջեյուն Բայրամովի վերջերս կատարած գրառումը, որով որ ասում էր, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի վերեն բնակեցնեն։ Այսինքն, այս ամեն ինչից հետո Հայաստանի Հանրապետությունում կհայտնվեն ադրբեջանցիները։ Շնորհակալություն։